Սիրուններս, եկեք տեսնենք օրը, այսօր մեզ ինչ ունի ասելու։ Դուրս եկավ հենց Մայր Աստվածուհին։ Եվ տեսնենք Մայր Աստվածուհին մեզ ինչ է ասում։ Դե եթե ինքը դուրս է եկել, ուրեմն մենք պատրաստ լինենք փոփոխության, գաղտնիքների այսպես դուրս գալուն, հա։ Եվ տեսնենք, ինչա ասում մեզ։ Ձեզ սպասվում է հաջողություն, բանալին, քանի որ կար, ասեցի, ինչ-որ գաղտնիքներ կարող ենք իմանալ, նաև փակում է անհաջողության դուռը, բացում է հաջողության դուռը, դե Մայր Աստվածուհին գիտեք։ Կարտը, այսօր որ մեզ ընկել է, բավականին լուսավոր է և պոզիտիվ է։ Հիմա տեսնենք ինչա խորհուրդ տալիս մեզ կարտը։ Դուրս եկել Ռունա Լագուսը, մենք ինտուիտիվ ֆոնի վրա կարող ենք ամեն ինչ հասկանալ ու զգալ։ Հնարավոր է, որ մեր հարցերի պատասխան այսպես գրքի կամ խոսակցության միջոցով ստանանք, էլ չեմ խոսում այսօրվա երազները, հա, ուշադրություն ենք դարձնում։ Այսօր կարող եք օգտագործել շատ հեղուկներ, ձեզ կօգնի։ Այսօր յուրահատուկ օր կլինի ձկների, խեցգետինների և ջրոցների համար։ Կարող եք այսօր օգտագործել ժասմին, ալոյե, բալանսի օր է այսօր, ովքեր որ այսպես տատանվում են, կարող են իրենց բալանսը կարգավորել։ Ուշադրություն դարձրեք ուրեմն ձեր սուստավներին, հա, և մկանային, այսպես մկանների վիճակին։ Ես այստեղ նաև ուզում եմ նշել, որ, չգիտեմ, եղանակ ինչի է տալիս անձրև, անպամած և անձրև, չեմ կարող ասեմ ինչի է տալի, գուցե որոշ մասերում այսպեսի եղանակային պայմաններ, հա, տեղի ունենան։ Ամեն դեպքում կարտը պոզիտիվ է, այս ոչ մի պայման, ոչ մի եղանակային, այսպես անձրև ու վատ վիճակ չի կարող ազդել ձեր տրամադրության վրա։ Չեմ ուզում ինչ-որ բան բաց թողեմ ձեր համար, շատ կարող եք օգտագործել նաև վարունգ այսօր։ Այսքանը, բոլորիս լավ օր։